Ողջույն եւ բարի գալություն Լենթի տաղավար, իմ զրուցակիցը Լուսավոր Հայաստանի երրորդ համարն է Շուշան Ավագյանը։ Շուշան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք ու եկաք մեր տաղավար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք հայտարարում եք, որ բացառում եք ցանկացած տեսակի համագործակցության գործող իշխանության հետ, պատճառաբանելով խախտված կարմիր գծերը եւ ձախողված բանակցությունները։ Սա ձեր հարցազրույցներից են որոշ հատվածները առանձնացնում։ Մյուս կողմից էլ առաջնային խնդիրը որ կա Էդմոն Մանուկյանի հետ է, որը եղել է իշխանության հետ ասոցիացվում է։ Այս մասով ոնց եք փարատում կասկածները ու ոնց անենք, որ նույնը չկրկնվի։ Շատ հրաշալի հարց եք տալի, յուրաքանչյուր եթերում այս հարցը հնչում է, արդեն քանի անգամ հենց ինքը պարոն Մանուկյանը պատասխանել է այս հարցին, բայց քանի դեռ հարցը ակտուալ է, այսինքն հետաքրքրություն կա հարցի նկատմամբ, ես դեմ չեմ այդ հարցին կրկին եւ կրկին պատասխանելու։ Տեսեք, համագործակցություն տեղի ունեցել այն ժամանակ, երբ որ իշխանությունը պարտվել է պատերազմում, պարտված իշխանությունը նորից վերընտրվել է 2021 թվականի ընտրություններում եւ իշխանությունները եւ ընդդիմադիր ուժերը ընդունել են այդ ընտրությունների արդյունքները, ոչ ոք չի հելեր, չէ՞, բողոքարկել, որ ասել այս ընտրությունները լեգիտիմ չեն կամ օրինական կերպով չեն իրականացվել։ Ունեցել ենք երկու ընդդիմադիր ուժեր, մեկը ընդ որում անցել է օրենքի ուժով պարլամենտ, խոսքը գնում է պատիվ ունեմի մասին, եւ դրանից հետո, երբ որ մեր առաջարկած քաղաքականությունը չի ընդունվել ժողովրդի կողմից, վերջիվերջո մենք ժողովրդի ձայնով կարող ենք անցնել պարլամենտ կամ չանցնել պարլամենտ, այդ ժամանակ հարց է առաջացել Արցախը, որովհետեւ պարոն Մանուկյանին մինչ այդ այլ պաշտոն է առաջարկվել, ԲՏԱ-ի պաշտոնն է առաջարկվել նախարարի։ Եվ նա հրաժարվել է այդ պաշտոնից, որովհետև իրեն եթե պաշտոնը հետաքրքրեր, կգնար այդ պաշտոնը կվերցներ, նախարարի պաշտոնը գիտեք ավելի կայուն է տեսանկյունից։ Բայց քանի որ հարցը վերաբերելի է եղել Արցախի հայկական մնալու հետ կապված, դրա համար պարոն Մանուկյանը ընդունել է այդ առաջարկը, մտածել է, որ իր գիտելիքները, կարողությունները, բանակցային գործընթացներում հմտությունները կարող են նպաստել նրան, որ ինքը փորձի ամեն ինչ անել, որպեսզի Արցախը մնա հայկական։ Սա մեկ։ Երկրորդ հարցը հրաժարականի հետ կապված է, երբ որ մենք իսկապես տեսել ենք, որ արդեն այն բոլոր կարմիր գծերը, որոնք չպետք է հատվեին, հատվել են, այդ ժամանակ պարոն Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել եւ դուրս եկել այդ պաշտոնից։ Բայց տեսեք, ես լավ հիշում եմ այդ պատճառաբանությունը լսել եմ, նախկինում եմ անդրադարձել եք։ Իմ հարցը այդ նրան գիտեք ինչ ես կոնտեքստն է ասեմ, որովհետև հիմա սցենարներ կան, որ ոչ մեկ չի հաղթահարի մեծամասնություն կազմելու շեմը, ու ինչպես իշխանությունն է ասում, մենք չենք թողնի Գյումրի երկուսը կրկնվի, նույն ձև է մտավախություն կա ընդդիմության մոտ, որ Երևան երկուսը չի լինի, եւ որ շատ փոքր ձայներ հավաքած ու դոգի կուսակցությունը կարողացավ հոգուտի ԿՊ-ի կարողացավ փոխել իրավիճակը։ Այսինքն այս պայմաններում ինչ երաշխիք ունի ձեզ ընտրողը, որ դուք անցնելով խորհրդարան շատ կամ քիչ ձայներով, էլի այդ 1-2 կամ ավելի շատ մանդատը չեք տա ԿՊ-ին։ Շատ լավ հարց եք տալիս ու շատ կարևոր մեր ընտրողի համար հարց եք տալիս, որտեղ այդ հարցը նաև բարձրաձայնում են մեզ հետ առանձին հանդիպումների ժամանակ քաղաքացիները։ Տեսեք, Երևանի պարագայում մենք գիտենք, որ մասնակցությունը շատ քիչ է եղել։ Երևանում գրեթե ապրում է 1 միլիոն, եթե ոչ ավել մարդ, բավականին ուրբանիզացման բարձր մակարդակ է այս պարագայում, եւ մասնակցության ցածր տոկոսայնության պատճառով իհարկե որոշակի ձայների չափով նաև այլ ուժերի աջակցությամբ քաղաքապետ է ընտրվում Տիգրան Ավինյանը։ Հիմա այս պարագայում, տեսեք, քանի որ այն կարմիր գծերը նորից եմ կրկնում, որոնք հատվել են արդեն եւ արդեն վերադարձ չկա որևէ տեսակ լուծման, այս պարագայում մենք հավաքվել ենք այնպիսի քաղաքական միտք ունեցող մարդկանցով, որոնք բացառում են տվյալ իշխանության հետ որևէ տեսակի համագործակցություն, որովհետև մենք կարծում ենք հիմա կանադառնամ նաև ընդդիմությանը, քանի որ մենք կարծում ենք, որ այս իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի խարխլեն հայկական պետականության հիմքերը, եւ դա անում են ոչ միայն տարբեր սենց խորհրդանիշներից սկսած, այլ նաեւ առանձին մեր ինքնիշխանության, սուբյեկտանության հարցեր հարցականի տակ դնելով։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, իհարկե այս ձեր նախորդող հարցին, հա, Գյումրի երկուսի մասովին անդրադառնանք։
Տեսեք, հիմա շատ տարբեր հարցումներ կան, ընդ որում հարցումներ կան եւ իշխանության կողմից, եւ ընդդիմության կողմից իրականացվող, եւ մասնավոր, եւ առաջիկայում մենք կունենանք նաեւ, եթե չեմ սխալվում, IRI եւ Gallup-ի հարցման արդյունքները, դրանք արդեն իսկ ցույց կտան, թե որ ուժերն են, որ հավանական է որ կանցնեն, որտեղ մենք կարող ենք կանխատեսել, այս կամ այն ուժը կարող է անցնել, բայց իրականում ես դες ուզում եմ ասել, որ վերջնարդյունքում մնում է այն ձայնը, որը քվյախցիկից հետո ընկել է ծրարի մեջ եւ ընկել է քվյատուփի մեջ։ Դրա որտեվ մինչ այդ շատ քաղաքացիներ օրինակ ամանչում են ասել, որ Նիկոլ Փաշինյանին են ընտրելու, կամ ամանչում են ասել, որ ընդհանրապես ընտրություններին չեն մասնակցելու։ Հիմա մեր պարագայում մեր թիրախային ընտրողը այն ընտրողն է, որ դեռևս կողմնորոշված չէ։ Ինչու է հենց այդ ընտրողը, որովհետեւ մենք կարծում ենք, որ չենք կարող վերահամոզել Փաշինյանի ընտրողին, որ գա մեզ ընտրի, Կարապետյանի ընտրողին, որ գա մեզ ընտրի, Քոչարյանի ընտրողին, մենք ունենք հստակ թիրախավորում, դա այն 150,000-ից 200,000 անձինք են, ովքեր ոչ Փաշինյանին են ուզում, ոչ հավաքական այսպես ընդդիմությանը, որ Փաշինյանն է ստեղծել որպես իրեն հարմար ընդդիմություն խոցելիության տեսանկյունից, որովհետև տեսնում ենք, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում միմյանց դեմ այսպես ցեղ շպրտելու վերջանալի շղթա է տեղի ունենում։ Դրա համար այս մասով մենք գիտակցում ենք, որ բարդ է լինելու ապամոտիվացված ընտրողին համոզել, որպեսզի գնա ընտրատեղամաս, համոզելուց հետո էլ ընտրատեղամասում կոնկրետ 19-րդ քվեաթերթիկին ձայն իր քվեն տա, բայց մենք այդ առումով աշխատանքներ ենք տանում եւ ուզում եմ վստահեցնել, որ համագործակցության տեսանկյունից մենք բավականին ճկունություն կդրսևորենք եւ այնպես չի ստացվի, որ մեզ տրված ձայնը ինչ որ կգնա կոնկրետ մի ուժի շահերը սպասարկելու։ Մենք պատկերացնում ենք, որ այս պարլամենտը, եթե մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը մնա հայկական, պետք է կազմված լինի մի քանի ուժերից, այսինքն բազմաուժ պարլամենտ պետք է լինի, որտեղ այդպիսի փորձառություն արդեն ունենք նախորդող տարիներին, այս վերջին 5 տարիների ընթացքում, որ տեսնում ենք, որ ամբողջովին չի իրացվում այն հիմնական նպատակը, որ սահմանված է եղել քաղաքացու շահը ներկայացնելու տեսանկյունից։ Շատ լավ, մինչև IRI նոր հարցումները կան, ես որոշ բաներ եմ առանձնացրել փետրվարի հարցումներից, այստեղ ասում եմ, որ հանրության համար թիվ 1 խնդիրը ազգային անվտանգությունն ու սահմանային խնդիրներն են, հաջորդում է գործազրկությունը եւ բարձր գները, այդ 3 կետերն են, 21, 18 եւ 11%-ներ։ Կխնդրեմ նույնպես հպանցիկ անցնենք այս կետերով, առաջինը անվտանգություն ու սահմանային խնդիրներ, ինչ եք դուք առաջարկում այս մասով։ Անվտանգությունը իսկապես են առանցքային ու կենսական ոլորտներից է, որ բոլորին է հուզում եւ հուզում է ոչ միայն սահմանաբերձ բնակավայրում ապրող մարդկանց, որովհետեւ նաեւ իրենց հետ ենք զրուցում, այլ նաեւ հուզում է Երևանում բնակվող անձանց, որքան էլ որ պարադոքսալ թվա չմասնակցության տեսանկյունից, որտեղ հիմնականում Երևանում չեն գնում ընտրությունների մասնակցության տեսանկյունից։ Անվտանգության մասով մենք կարծում ենք, որ պետք են հստակ մեխանիզմներ, որոնք որ Հայաստանի Հանրապետության սուբյեկտայնության հարցը, այսինքն բանակցային գործընթացներում, պաշտպանության ոլորտում եւ նաեւ դրան զուգահեռաբար մենք տեսնում ենք մեր տնտեսական ինքնավարության, էներգետիկ անվտանգության հարցը, դրանք նույնպես ամեն ինչ փոխկապակցված է եւ անվտանգությունը ոչ միայն ֆիզիկական անվտանգության մասին է, բայց նաեւ դրա մասին է խոսքը Հայաստանում ապրելու պարագայում, որտեղ մենք ունենք ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված տարածքներ ու հիմա նստած են մի քանի տեղեր։ Ես դրան կհասնեմ, անվտանգության մասով զուտ այս կոմպոնենտն է հետաքրքրում։ Հիմա մեր զենքի ներմուծման աշխարհագրությունը փոխվել է, ավելի քիչ Ռուսաստան, ավելի շատ Հնդկաստան, Ֆրանսիա եւ այլն, այսինքն փոխելու է այս մոդելը։ Մենք կարծում ենք, որ պետք են հաստատել երկկողմ հարաբերություններ, դա չի հակասում նրան, որ կարող ենք նաև մեր հարաբերությունները պահպանել այն երկրների հետ, որ մինչև այդ ունեցել ենք այդ հարաբերությունները։ Մյուս տեսանկյունից էլ շատ կարևոր է, որ այն զենքերը, որոնք մենք գնում ենք, դրանք իրացվող զենքեր լինեն եւ կիրառելի լինեն, չեմ ասում պատերազմ պետք է լինի, որ կիրառվի, բայց այնուամենայնիվ մենք գնեցինք օրինակ սուեր, բայց առանց համապատասխան ռակետների, այսինքն իրանց իմաստը ոնց որ գնես համակարգիչ, պրոցեսորը չառնես ու ասես ես համակարգիչ եմ գնել, չկարողանաս այն օգտագործել։ Սահմանազատման մասով իշխանությունը հիմա ակտիվ քննարկումների մեջ է,
քանի որ սահմանային խնդիրներ կային, այդ հարցնեմ, ակտիվ քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ, վերջերս տեսանք փոխ վարչապետների հանդիպում Աղվերանում, այս ձևաչափը պահպանելու եք, թե մերժեք։ Սահմանազատում իհարկե պետք է իրականացվի, բայց ցավոք սրտի սահմանազատում չի իրականացվում հիմա, այլ միակողմանիորեն զիջումներ են իրականացվում Հայաստանի Հանրապետության կողմից, որովհետև ոնց որ այլ տարածքներ, որ ադրբեջանական կողմից է սահմանազատվել, ես կարծես թե չեմ նկատել, եթե դուք ինձ կօգնեք, կհուշեք։ Չէ, մեր Ադրբեջանի կողմից օկուպացված առնվազն մինչև 250 քառակուսի կիլոմետրից ոչ մեկը չի վերադարձվել, փաստացի։ Ստացվում է, որ դա սահմանազատում չէ, դա միակողմանիորեն զիջումներ են, իսկ սահմանազատման գործընթացը երկարաժամկետ կտրվածքով եւ եթե դրան համապատասխան այսպես յուրաքանչյուր փաստաթուղթ ունենում է հավելվածներ, չէ՞, այդ հավելվածների մեջ մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի տակը հստակ դրված քարտեզ, եթե քարտեզ չկա, կարող է մինչև Երևան սահմանազատում անեն։ Գործազրկություն ուժերից մեկը ուժեղ Հայաստան ասում է 300,000 աշխատատեղ եմ ստեղծելու, լուծել եմ ընթացը։ Ձեր ծրագրում, ձեր ծրագիրը մի քիչ ընդհանրական էր չգտա։ Կան ինչ որ դրույթներ այս մասով խնդիրը լուծելու։ Պարոն Թոսունյան, քանի որ կոնկրետ տնտեսական եւ սոցիալական ոլորտներին առնչվող հարց եք տալիս։ Տեսեք, մենք կարող էինք շատ գեղեցիկ սևով սպիտակի վրա շարադրել, որ մենք ձեզ խոստանում ենք, որ կանենք այն, կբացենք 500,000 աշխատատեղ, կստեղծենք գործարաններ, աշխատավարձերը կբարձրացնենք, թոշակները ընտրություններից 2 ամիս առաջ օրինակ կբարձրացնենք, եւ նմանատիպ եւ հարանման բազմաթիվ խոստումներ կարող ենք տալ։ Բայց մենք չենք ուզում խաբել մեր ընտրողին, այն իմաստով, որ եթե հայկական պետականության հարց է դրված լինելու, անիմաստ այդ խոստումները տալ, որովհետեւ ես էլի բազմիցս իմ հարցազրույցներում նշել եմ, որ Արցախում կային դպրոցներ կառուցված, ճանապարհներ, տնտեսական լավ շրջանառություններ իրականացվում, բայց հիմա հարց է առաջանում Արցախը կա, որ այդ խոստումներն իրականացվեն եւ հետո երկրորդը մեր քաղաքական մրցակիցներ, այսպես ասած, այս ընտրապայքարում, բացի ուժեղ Հայաստանից նաեւ այլ ուժերի մոտ եմ նկատել, որ էլի խոստանում են բազմաթիվ տնտեսական եւ սոցիալական հարցեր լուծել, շատ լավ խոստանում են, մենք չենք ուզում այդ դաշտ մտնել եւ իրենց խոստումները պատրաստենք իրականացնել, երբ որ հենց հայտնվենք պարլամենտում։ Քանի որ բարձր գներին առնչվող դրույթներ է մտնում կարծես ձեր այդ պատասխանում, ես անցնեմ մյուս թեմային 2025-ի օգոստոսին ստորագրված TRIP-ի համաձայնագրի շուրջ հանրությունը գրեթե հավասարապես կիսված է, 44%-ը կողմ է ըստ IRA-ի հարցման, 47%-ը դեմ։ Ձեր գործընկեր Կարպիս Փաշինյանը հայտարարել է, որ այն իրենից միջանցք է ենթադրում եւ ԼՀԿ-ն պետք է վերաբանակցի այդ հարցը։ Ինչպես եք բացատրելու հասարակության լավատես հատվածին, որ ձեր պահանջած վերաբանակցումը չի բերի նոր պատերազմի ու էսկալացիայի։ Ես դες մի բան ասեմ, ուրեմն այն վախի մթնոլորտը, որ ստեղծվել է այս իշխանության կողմից, անընդհատ տերորի ենթարկելով ժողովրդին, որ եթե մենք սահմանադրական մեծամասնություն չունենանք պատերազմ կլինի, դա պարզապես գործիք է եւ գործիքակազմ, այսպես ասած, որպեսզի ընտրողները գնան եւ ընտրեն իրենց այդ վախից ելնելով։ Այսինքն նույնիսկ եթե Փաշինյանին չեն աջակցում, բայց որպեսզի պատերազմ չլինի, գնան ընտրեն։ Ես վստահեցնում եմ, որ պատերազմի համար այլևս հիմք չկա, որ տեղի ունենա։ Այո։ Դե անկլավները, սահմանազատումը, առնվազն մենք հիմքեր ունենք։ Քանի որ մենք ամեն ինչ զիջում ենք այս պահի դրությամբ, պատերազմի որևէ վտանգ չկա, եթե իշխանությունը վերարտադրվի, էլի պատերազմի որևէ վտանգ չի լինելու, որովհետև մենք որևէ հակադարձում եւ հայտ Ադրբեջանին չենք ներկայացնում։ Մնացածի պարագայում, տեսեք, ես ուզում եմ շատ TRIP-ին կարճ անդրադառնալ, չկա Արցախ, չկա արտոնություններով միջանցք։ Սա է մեր տեսակետը, որովհետև մեր կարծիքով TRIP-ի ոնց ուզում ենք անունը դնենք, հա, գեղեցիկ փաթեթավորենք, ֆանտիկով, բանտիկով, ամեն ինչով, այս պարագայում TRIP-ը ինքը համարվում է միջանցք է, որովհետև հանգամանքներն են բերել նրան, որ դա միջանցք է եղել։ Հիմա TRIP-ի մասով վերաբանակցել ամենայն հարգանքով, հա, ԱՄՆ-ի նկատմամբ եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ մենք գիտենք, որ օգոստոսի 8-ին հանդիպում տեղի ունեցավ, որի շրջանակներում նաեւ այս ամեն ինչը քննարկվեց, բայց այնուամենայնիվ մեր տեսակետը մնում է հետեւյալը, որ եթե չկա Արցախ, չկա արտոնություններով ճանապարհ։ Դե Արցախ չի ենթադրվում, որ կլինի, էլի, այսինքն որևէ տենց պահանջատիրություն էլ չկա։ Ոչ մի ուժ չունի։ Ոչ մի ուժ չի անում, չգիտեմ, իրատեսական ոչ մեկ չի էլ համարում։ Այո, համարում եք։
իրատեսական այս պահի դրությամբ այս բանակցողներով, այս բանակցային զինանոցից ոչ բոլոր խաղաքրթերը օգտագործելով ես չեմ համարում իրատեսական։ Արցախ կարող լինի պատերազմի միջոցով իսկապես։ Դե այլ ընտրանքը չկա, չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը կասի լավ է, եկեք վերադարձնեմ։ Չէ, իհարկե նման բան չի տեղի չի ունենա, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ կան թեզիսներ, իհարկե վերադարձ Արցախ որպես այդպեսին իրատեսական չի, բայց կան թեզիսներ, որոնք մենք կարող ենք շրջանառության մեջ դնել, այնպես ինչպես Ադրբեջանը 30 տարի շարունակ օրակարգը սնեց, այսպես ասած, այդ թեզիսներով եւ լեգիտիմացրեց իր հարձակումը Հայաստանի վրա։ Եվ որևէ պետություն այլևս հիմք չուներ կասկածի տակ դնելու, նաեւ այն հարցը, որ Արցախում միշտ բնակվել են հայերը, այն հարցը, որ ինքը խորհրդային միության տարիներին եղել է ինքնավար մարզ, այդ ամեն ինչը այլևս արդիական եւ ակտուալ չէ, որովհետեւ 30 տարի ձևավորվել էր խոսույթ եւ օրակարգ, որը լեգիտիմացրել էր այդ ամենը։ Շատ լավ։ Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ում, թե աստիճանաբար գնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով։ Տեսեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս եւ այս այն հարցն է, որ քաղաքական դաշտում իսկապես բանավեճի է հանգեցնում։ Մենք կարծում ենք, որ չպետք է մոռանալ մեր աշխարհագրության մասին, թե որտեղ ենք գտնվում, ումով ենք շրջապատված եւ ինչպես կարող ենք օգտագործել մեր լծակները։ Հիմա Երբ որ մենք խոսում ենք եվրոպական շուկա մուտք գործելու մասին, մենք պետք է նաև հիշենք, որ կան հստակ եվրոպական չափորոշիչներ, եւ եթե շատ այսպես պարզ եւ օրինակ բերեմ, ես դες պետք է ասեմ, որ մեր պանիրը այստեղ, օրինակ Չեչիլ պանիրը, որ գոյություն ունի, որ պետք է մենք արտահանենք, հնարավոր է Ֆրանսիայում չկարողանանք դա վաճառել, որովհետեւ Չեչիլ պանիրի մեջ կարող են գտնել չգիտեմ ինչ բակտերիաներ, որոնք եվրոպական ստանդարտներով ընդունելի չեն։ Հիմա երբ որ մենք ջերմուկում ենք գտնում Ռուսաստանում։ Ջերմուկում, ոնց որ ջերմուկում, ջերմուկ հանքային ջրում գտնում է Ռուսաստանում։ Այո, բայց դա գիտեք, որ ունի ավելի շատ քաղաքական նպատակներ եւ դա արվում է նաեւ նրա համար, ինչը որ տեղի ունենում հայկական խոսույթում ընդդեմ Ռուսաստանի։ Ես կարծում եմ, որ այո, մենք պետք է ձգտենք, որ մեր չափորոշիչները այնպես բարձրանան, որ մենք կարողանանք արտահանել եվրոպական շուկաներ։ Մեզ պետք է նաև ինֆրաստրուկտուրաներ, ենթակառուցվածքներ, որոնց միջոցով մենք նորից այդ արտահանումը կկարողանանք կազմակերպել։ Բայց դա մենք չենք կարող անել միակողմանիորեն, այսինքն եվրոպական կողմից նույնպես պետք է լինի, այսպես ասած, մեզ ընդառաջում եւ ցանկություն նաև մեր ապրանքները գնելու։ Եվ մյուս կողմից էլ ԵԱՏՄ-ում մենք գիտենք, որ ամենաշատ շրջանառությունը տնտեսական հենց ԵԱՏՄ-ի շրջանակներում է լինում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ։ Այսինքն հիմա մեր քաղաքացուն գալ ասել, որ քաղաքական նպատակները, օրինակ այս վերջերս, եթե չեմ սխալվում, ջերմոցային գյուղատնտեսները, ովքեր որ ունեն ջերմոցներ, իրենց ապրանքի իրացումը հարցականի տակ է դրվում Ռուսաստանի Դաշնությունում, կրկին քաղաքական խոսույթից ելնելով։ Դրա համար, որպեսզի կանխենք քաղաքացուն նմանատիպ տնտեսական ճգնաժամի հասնելու իրավիճակին, պետք է ավելի խելացի գտնվենք եւ փորձենք մաքսիմալ արդյունավետորեն օգտագործել նաեւ մեր գտնվելը ԵԱՏՄ-ում։ Հիմա 2017 թվականին այդ որոշմանը մենք գնացինք, միացանք, բայց ես կարծում եմ, որ ամբողջովին մենք չենք իրացնում այդ իրավունքը, եթե ինչ-որ հարցեր կան, ես իմ կարծիքն եմ հիմա սուբյեկտիվ ասում, եթե ինչ-որ հարցեր կան Ռուսաստանի հետ, պարտադիր չէ դա ամենաբարձր մակարդակով անել, իշխանության միջոցով անել, որտեղ մենք ունենք իշխանությունների համար այսպես խոսույթ ձևավորող փորձագետներ, մարդիկ, ովքեր կարող են այդ հարցերը բարձրանել, բայց երբ որ դա արվում է պաշտոնական մակարդակում, բնականաբար դա առաջացնում է նաև դիմացի կողմի դժգոհությունը եւ դրա ամբողջ հետևանքները կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Մի հատ կարճ էս մասով հարց տպավորություն է, թե Ռուսաստանի հետ այս միությունները ՀԱՊԿ, ԵԱՏՄ, իրանք մեռելածին են, արդեն գոյություն չունեն, որտեղ օրինակ ՀԱՊԿ-ի դեպքում չկա որևէ արդյունք։ ԵԱՏՄ-ի դեպքում ասում է ազատ գոտի է, բայց հենց այսօր է հայտնի եղավ Ռուսաստանը նոր պահանջներ է դնում ներկրողների հանդեպ, այսինքն ինչ իմաստ կա լիներ այս միություններում, դրանով սահմանափակել մեր միավորումը ԵՄ-ի հետ, մեր ձենումը ԵՄ-ի հետ, լիներ մի միությունում, որը առանց այդ էլ քեզ չի տալիս այդ առավելությունը։ Ձեր հարցին հարցը պատասխանեմ, ԵՄ-ում սպասում են մեզ։ Դե այնքանով որքանով ցույց են տալիս ԵՄ գործընկերները կան ակնկալիք, այսինքն համատեղ պետք է ձևավորվեն նորակարգեր։ Բարձրագույն պաշտոնատար անձանց շրջանակներում էլ հայտարարվել է, որ ԵՄ-ն նպատակ չունի ընդլայնման։
Սա նշանակում է, որ մենք կարող ենք տարբեր տեսակի համագործակցություններ ունենալ եւ նաեւ ունենք ԵՄ-ի հետ համագործակցություն, խոսքը գնում է SEPA-ի մասին եւ SEPA-ում ներառված բոլոր ոլորտային բարեփոխումները, որ պետք է իրականացվեն, գրեթե բոլորը ձախողվել են, դրա մասին հատուկ մեծ զեկույց կա, որտեղ հստակ ցույց է տրվում, թե ինչպես են դրա ձախողումները իրականացվել։ Հիմա Պարզ է, որ այն ինչ որ պետք է իմպլեմենտացվեր Հայաստանի կողմից, չի արվել եւ Եվրոպական միությունը այդ տեսանկյունից ունի լեգիտիմ իրավունք այդ հարցերին բարձրաձայնելու կամ անդրադառնալու։ Մյուս կողմից մենք պետք է մեր տնային աշխատանքը լավ կատարենք, որպեսզի կարողանանք նաեւ համապատասխանել այդ գործընկերային շրջանակներում առաջ քաշված բարեփոխումների ծրագրերին եւ կարողանանք իրականացնել դրանք։ Ինչ վերաբերվում է հապկի մասով, այո, կան հարցեր, մասնավորապես 20 թվականից հետո կան դժգոհություններ հապկի չմիջամտելու կամ նվազ միջամտելու տեսանկյունից եւ այդ հարցը կարելի է իհարկե տարբեր ոլորտներում քննարկել եւ հասկանալ, վերանայել նաեւ մեր դերը հապկում, միգուցե մեր տնային աշխատանքը նաեւ լավ չկատարելու պատճառով այդ ամեն չի եղել, մեր բանակցային կրկին գործընթացները, մեր բարձրաձայնելու խնդիրների կարողությունը կամ անկարողությունը եւ այս ամեն ինչի մասին պետք է իհարկե անդրադառնալ, խոսել եւ բարձրաձայնել։ Ու վերջին հարցը, ինչ քայլեր եք պատրաստ ձեռնարկել հանրային խոսքում կանանց նկատմամբ խնդրական դրսևորումների կանխելու եւ ավելի ներառական հանրային միջավայր ձևավորելու համար, ընդունենք, որ այդ խնդրական դրսևորումը ցուցաբերել է ձեր իսկ թիմակիցը։ Շատ լավ հարց եք տալիս, որպես մի քանի տարի կանանց նաև իրավունքների ոլորտում գործունեություն ծավալած մարդ, հա տարբեր միջոցառումների եւ իրադարձություններ կազմակերպելով, տեսեք, մեզ մոտ ոչ միայն կանանց, բայց նաև հիմնականում կանանց, բայց ատելության խոսքը իդեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի շատ է։ Դուք տեսաք, որ մի երկու օր առաջ այն դեպքներ, երբ որ ինքը գոռգոռում էր կին քաղաքացու վրա։ Ազգային ժողովում էլ չասեմ, թե որքան վիրավորանքներ են հնչում կին քաղաքական գործիչների նկատմամբ, այդ թվում նաև ընդդիմադիր կին քաղաքական գործիչների նկատմամբ։ Օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բարեկրթության օրենսգիրք թե կանոնագիրք էթիկայի կանոնակարգ ունի եւ ոնց որ տեսնում ենք այդքան էլ լավ չեն հետևում իրենց կանոնակարգին։ Մեր թիմակիցների պարագայում նախ ես կարծում եմ, որ այնպիսի մարդկանց խումբ է հավաքվել, որ իսկապես այդպիսի քայլի չեն գնա, որտեղ դա զազրելի երևույթ է։ Առանց այդ էլ կանանց մասնակցությունը քաղաքականությունում շատ նվազ է, նաև այսպիսի դեպքերի պատճառով, որովհետև որևէ մեկը չի ուզում իր անցավ գլուխը դնել ցավի տակ եւ հայտնվել այնպիսի միջավայրում, որտեղ իր ինքնասիրությունը, արժանապատվությունը պաշտպանված չէ։ Հիմա դուք այդ միջավայրում եք։ Այդպիսի քաղաքականություն, այո, Հայաստանի Հանրապետությունում այդպիսի միջավայր է եւ ես նաեւ այս ամասով ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ինձ աջակցում են այդ տեսանկյունից, որտեղ իսկապես բարդ է լինել քաղաքականություն։ Ես դեռ շատ նոր եմ մուտք գործում քաղաքականություն եւ այդ ատելության հոսքը դեռս ամբողջովին ինձ չի կլանել, բայց արդեն սկսել է ֆեյքերի կողմից հարձակումների ենթարկվել իմիջը։ Բայց այնուամենայնիվ ուզում եմ ասել, որ նման խոսույթը պետք է իսպառ բացառել, եթե մենք ուզում ենք կանանց ներգրավվածությունը մեծացնել։ Իսկ դա պետության համար շատ օգտակար է, որտեղ որքան էլ կանանց դերը այսպես փորձեն արժեզրկել կամ ավելի նվազ ներկայացնել, բայց այնուամենայնիվ կանանց ներգրավվածությունը շատ դեպքերում ոչ թե այսպես դեկորատիվ բնույթ է կրում եւ պարզապես ցուցակ լցնելու համար է նախատեսված, այլ իսկապես կանայք ունեն նաեւ մտածողության այլ ձև, կենսաբանորեն եւ ֆիզիկապես տղամարդկանց մտածողության ձևից տարբերում է եւ այդ կրեատիվությունը, այդ մտքի այլ ուղղությունը ցույց է տալիս քաղաքական բանավեճերի ժամանակ նաեւ ունենալ բոլորովին այլ մոտեցում։ Դրա համար այս մասով ես շատ եմ խորհուրդ տալիս չընկճվել որևէ մեկին, այդ թվում նաև ինքս ինձ եմ այս խորհուրդը ուզում տալ, որովհետև այս պարագայում կանանց նկատմամբ ատելության խոսքը ավելի վառ է դրսևորվում եւ նույն արարքը, որ անում է տղամարդը, հնարավոր է չտրվի այնպիսի արձագանք, ինչպիսին որ կանանց պարագայում է։ Ես հիշում եմ, այս վերջերս էլ նաև մի դեպք էր տեղի ունեցել, որ լրագրողի չէ, ավելի շուտ այսպես փորձագետի հետ կիսա բանավեճի մեջ մտա, որովհետեւ ինքը հրապարակում էր արել, որտեղ նշում էր ինչ որ X նախարարներից մեկը, որ կին է, իր վարքագիծը ասում է կինը չպետք է ձեռքը, կին քաղաքական գործիչը չպետք է ձեռքը գրպանում խոսի։ Ես էլ հակադարձում եմ, ասում եմ ճիշտ ես ասում, էթիկապես ճիշտ չի, բայց ոչ թե կին
քաղաքական գործիչը, այլ ընդհանուր առմամբ քաղաքական գործիչը չպետք է ձեռքը գրպանում օրինակ լրագրողի հետ խոսի։ Ինչու է շեշտվում պարտադիր կին լինելու հանգամանքը։ Եվ նմանատիպ շատ դեպքեր կան, հա, քաղաքացու վրա թքել, քաշքշել, հղի կնոջը այս կոմ այն կոմ տանել, գորգորալ, այս ոչ մեկը այնպիսի արձագանք չի ստանում, ինչ որ փոքր խնդրի դեպքում արձագանք է ստանում կին քաղաքական գործիչի կողմից թույլ տված սխալը։ Այո, մեր մենթալիտետից էլ է գալիս։ Քաղաքական մշակույթից, մեր մենթալիտետից։ Այո, եւ ես նաեւ այդ քաղաքական մշակույթի վերափոխման գործում շատ կարեւորում եմ երիտասարդների դերը եւ նաեւ ինքս եմ քաղաքականություն մուտք գործել, այսպիսի, ինչպես ասեմ, ուտոպիական ցանկություն եւ նպատակ ունենալով քաղաքական մշակույթի վերափոխման, որովհետեւ շատ հաճախ մենք կարող ենք չկիսել միմյանց կարծիքը եւ դա նորմալ ու բնական է, որ որևէ երևույթի նկատմամբ կա երկու հակադիր կարծիք կամ երկուսից ավել կարծիքներ, բայց նորմալ չէ, որ այդ կարծիքի համար թիրախավորվում են մարդիկ, վիրավորանքի, ատելության խոսքի են արժանանում կամ ձերբակալվում են նաև ձերբակալվում են մեկ հրապարակման կամ լայքի համար եւ ես կարծում եմ, որ պետք է կամաց-կամաց գալ էմփուրի, որ քաղաքական մշակույթ ձևավորվի եւ քաղաքական բանավեճից զատ ուրիշ որևէ տեսակ բան չլինի։ Շատ բարի։ Շնորհակալ եմ հետաքրքիր հաղորդակցության համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցը Լուսավոր Հայաստանի 3-րդ համարն է Շուշան Ավագյանը։ Շնորհակալություն, որ մեզ հետևեցիք, հաջողություն։